Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, դեկտեմբերի 31։ Այդ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնեց և բացականչեց ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»։ Հովհաննես ավետարան 7:37։ Համբերությունը Հիսուս Քրիստոսում կատարեց իր կատարյալ աշխատանքը, ինչպես տոնի վերջին օրը նա կանչեց հրեաներին, այնպես էլ այս տարվա վերջին օրը նա կանչում է մեզ, որպեսզի հայտնի իր գթածությունը։ Հիրավի հիացմունքի է արժանի մեր փրկչի երկայնամտությունը, որ տարեցտարի հանդուրժել է մեր խռովարար էությունը և հակառակությունը Սուրբ Հոգու հանդեպ։ Այն, որ մենք դեռ շնորհքի տակ ենք, պարզապես հրաշքների հրաշքն է։ Կարեկցանքն այստեղ արտահայտված է բավականին պարզ, քանի որ ասվում է, որ Հիսուսը բացականչեց, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնի ուժգնություն, այլև մեղմ նուրբ երանգ։ Նա մեզ աղերսում է հաշտվել Աստծո հետ, ինչպես Աստված մեր միջոցով հորդորում է ձեզ, գրում է Պողոս առաքյալը. «Քրիստոսի կողմից աղաչում եմ ձեզ, հաշտվեցեք Աստծո հետ»։ Ինչ մեծ է այն սերը, որ դրդում է Տիրոջը ողբալ մեղավորների համար և մոր նման իր զավակներին սեղմել իր կրծքին։ Կասկած չկա, որ այդպիսի կանչի դեպքում մեր ծարավ սրտերը կարձագանքեն։ Նրա նվիրատվությունը լիառատ է։ Մարդն ապահովված է ամեն անհրաժեշտ բանով, որպեսզի հագեցնի իր ծարավ հոգին։ Փրկագնման միջոցով նրա խիղճը խաղաղություն է ձեռք բերում։ Ավետարանը հորդորներով է հարստացնում նրա հիշողությունը։ Տերը սիրով լցնում է նրա սիրտը, իսկ նրա ողջ գոյությունը հագենում է ճշմարտությունով, այնպիսի ճշմարտությունով, ինչպիսին կա Հիսուսի մեջ։ Ծարավը տանջում է, բայց Քրիստոսն ի զորու է այն հագեցնելու։ Հոգին քաղծած է, բայց Քրիստոսն այն կկշտացնի։ Քրիստոսի հրավերը «Եկ և խմիր» վերաբերվում է բոլորին։ Ինչպիսի ծարավ էլ, որ մարդը զգա, սնափառության, վայելքի, գիտելիքի կամ խաղաղության, նա հրավիրվում է Հիսուս Քրիստոսի մոտ։ Ծարավն ինքն իրենով կարող է գարշելի լինել, առանց շնորհքի, որևէ նախանշանի և ավելի շուտ պայմանավորված լինել մեղքով, կրքերին հագուրդ տալու ձգտումով։ Սակայն իր սեփական արժանիքների շնորհիվ չէ, որ մարդը ստանում է այդ հրավերը։ Քրիստոսը հրավիրում է ձրի առանց մարդկային վաստակը հաշվի առնելու։ Նրա անձն այստեղ դրսևորվում է առավել լեցուն։ Մեղավորը պետք է գա հենց Հիսուսի մոտ, ոչ թե ծեսերի, գործերի ուսմունքների մոտ, այլ անձնական փրկչի մոտ։ Նա մեր մեղքերը իր մարմնով կրեց խաչափայտի վրա։ Արյունաշաղած, մահացած ու հարություն առած փրկիչը միակ հույսն է մեղավորի համար։ Օ, միայն թե հիմա իջնի շնորհքը, որպեսզի ագահորեն խմենք կենաց ջուրը, քանի դեռ մայրը չի մտել այս տարվա վերջին օրվա արևը։ Պետք չէ դրա համար ոչ պատրաստվել, ոչ սպասել։ Հիմար ավազակը, անառակը բոլորը կարող են խմել։ Մեր մեղսավոր էությունը խոչընդոտ չէ Հիսուսին հավատալու համար։ Մեզ համար չէ ոչ ոսկե գավաթը, ոչ ադամանդազարդ գավաթ, որպեսզի այդ ջուրը տանենք նրանց, ովքեր ծարավ են։ Ամենաթշվառն անգամ կարող է կռանալ ու խմել հոսող վտակից։ Բշտիկներով պատված բորոդ ու ստախոս շուրթերը կարող են հպվել աստվածային սիրո վտակին։ Նրանք ի զորու չեն այն պղծելու, փոխարենը իրեն կմաքրվեն։ Հիսուսը հույսի աղբյուր է։ Սիրելի ընթերցող, ականջ դիր մեր թանկագին փրկագնողի սիրող ձայնին, որը կանչում է մեզանից յուրաքանչյուրին։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Աստված օրհնի բոլորիդ։